Ընդհանուր առմամբ, եթե ամփոփենք այսօրվա գործողությունները, նաև այս դեպքը, որ Ֆրանսիայի դեսպանությունը արձարան չվերցրեց նամակը, ինչ կարող եք արձանագրել։ Մենք այսօր ինչպես տեսակ մի քանի տեղ իրականացրեցինք մեր բողոքի միջոցառումը ԵԽ գրասենյակի դիմաց, ՄԱԿ գրասենյակի դիմաց, նաև նամակներ փոխանցեցինք Նիդերլանդների, Մեծ Բրիտանիայի մեծալ թագավորության, ինչպես նաև Ֆրանսիայի եւ Կանադայի դեսպանություններին։ Պետք է փաստել, որ ինչի մենք այսօր այս գործողությունները իրականացրեցինք, որովհետև մենք խնդիր ենք դրել մեր առջև, որպեսզի բարձրաձայնենք այն հարցերը, որոնք կան Հայաստանի Հանրապետությունում քաղաքական բռնաճնշումների հետ կապված, մասնավորապես քաղաքական բանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի, Վազգեն Սարաթելյանի ապօրինի կալանքը եւ այդ կալանքի ապօրինի երկարաձգումը 3 ամսով, նաեւ քաղաքական բանտարկյալ Նարեկ Սամսոնյանի անժամկետ հացադուլի հարցը պետք է տեղ հասցվեր միջազգային կառույցների ներկայացուցիչներին եւ մենք տեսանք, որ բացառությամբ ըստ էության Ֆրանսիայի դեսպանատան մնացյալ բոլոր կառույցներում պատրաստակամորեն վերցրեցին մեր հանձնած նամակները եւ հրատապության կարգով անգամ դա կարծում եմ որոշակիորեն արձագանք այնուամենայնիվ կունենա։ Աստղիկ ինչ կփոխանցեք,